Անչա ջան, ապեր ես հասատուն, վարկեմ կնեմ, էլ եմ կզանգեմ, լավ ապեր, վելո, բարեկում ապեր։ Բարլուս ապեր, դու ոնց որ 4 թուղթ ելնես։ Ինչի։ Դե որովհետև ուշուշ ես գալիս։ Տուն, էդ ուր է։ Ավելը պանդոկում է ապեր։ Երկում է, մեկ էլ իմացա մեր ընկերն է եկել Ամերիկայից Անչոն ու գնացինք խմելու, հետո ինչ։ Ու էլ չեմ հիշում վելո, ոչ մի բան, բացա ոչ մի բան։ Արսենդ ինչ է ակդ։ Լեհել ջուրը խմի։ Մերսի ֆելո։ Ես ինչ ավիճակ է։ Քո լիկայի պատմությունը դարել է Տիտանիկ կինոն։ Ու ես էլ Դիկաբրիոն եմ, հա։ Դիկաբրիոն։ Դու Տիտանիկն ես, ապե, խորտակվում ես։ Դա կարաս ինձ ասես, այսօր քանի շիշ ես խմել։ 1, 2, 3, 4, 5 6 Խմացը չշերն ես հաշվում։ Չէ, ֆելո, քեզ եմ հաշվում։ Հա, ինձ։ Դե որ տենց այդ 6-ից էլ հենց հիմա բացատրի, ինչ ես ուզում ապացուցես։ Ուզում ես տենց անես, որ Լիկան հասկանա, որ ինքը սխալ ընտրություն է կատարել։ Իհարկե ոչ։ Ֆելո, ես իմ ու Լիկայի հարաբերությունները կանաչապատ եմ։ Մեր ստեղծած ճանապարհը ասֆալտապատ եմ, ու ինքը գնա ընտրի այդ սևակին, պտիշկա դնի, հա։ Ինքը սխալ ընտրություն է կատարել, ես բողոքարկելու եմ։ Արսեն, դու պետք է նենց անես, որ Լիկան նայի քեզ ու փոշմանի, հասկանա, թե ինչա կորցրել ինքը։ Փոշմանի։ Հա, փոշմանի։ Կարաս նենց անես, որ Լիկան հասկանա, որ Արսենը հələ կործանված չի։ Կարաս նենց անես, որ Լիկան անակնկալի գա։ Անակնկալի գա։ Ճիշտ ես ասում, ֆելո։ Ես սխալ եմ անում, որ տվել եմ ինձ խմելուն։ Դրանից ոչ մի օգուտ չի գա ինձ։ Ահա, այս հենց արդեն լավ է։ Դե քեզ տենամ։ Նենց արա, որ Լիկան հավատա Արսենի գոյությանը։ Ես էլ պետքա դուրս գամ, այսօր բրոկերի հետ պետքա հանդիպեմ, որտեղ Լիքը տուն ունենք նայելու։ Տաքսի կանչեմ, պարկի քնի հանգստացի։ Ալո։ Հա, պատվիրել եմ։ Հասելա։ Լավ։ Իսկ շուտ հասնում ես տաքսին։ Չես հասցնում կոշիկները թաքնես։ Բարև Արքա։ Բարև, արա։ Հիմա տարակ սուրճ բեր, մինչև Լիկան հասնի։ Եղավ ցավը տանը, հեսա կբերեմ Արքա ջան։ Արքա ջան, մեկ բան էլի հարցնեմ, այսօր ոնց որ մենակ ես, հա այն։ Մենակ ես էլի են։ Դու ոնց որ շատ ես հարցեր տալի բարմենոյի։ Իե, ես արտամներից սարքել ես, հա։ Հա, ցավը տանեմ, ապարիկով եմ սարքել։
Ես ուր ես Զարա։ Ինչի ես պետքա քո փոխարեն հաճախորդներից վախը սպասարկեմ։ Գնացել էի մեր համար հատիկավոր սուրճ առնեի, որ աղան ուխմենք։ Այ հորդ պաշտոնին մեռնեմ։ Ինչի ես կյանքդ այդքան բարդացնում։ Ահա։ Բոված, աղացած, սիրուն փաթեթավորած։ Բացի էփի խմի։ Ամեն ինչի մենք պետքա վատ սուրճ խմենք, հաճախորդները լավ։ Ինչից ենք պակաս որ, հա։ Զարա։ Հիմա ինձ ասա, այս փաթեթավորումն է սիրուն թե այս։ Գիշ, բաց չորես։ Ահա։ Մենք սուրճի խմենք։ Ինչի՞ չէ։ Իսկ հիմա դու ես լսի այդ ձի։ Եթե երեկոյան փողերը չես բերե, քեզ ուղարկելու եմ մեր երշիկի գործարան որպես կիսաֆաբրիկատ, հասկացար։ Բարև Սևակ ջան։ Ինչպես միշտ փայլում ես գեղեցկությամբ։ Հաջորդ անգամ պետք է արևային ակնոց կրեմ, որ դիմանամ այդ փայլին։ Իսկ ես պետք է ականջակալներով կամ հանդիպման, որ կոմպլիմենտների դիմանամ Սևակ ջան։ Մեռագոն ուտելով։ Ես ինչ Մոսկվայի համար է։ Ալո։ Սերգեյ, Տամարանա։ Յա։ Տամարա, ես էլ ասում եմ, ես 2 օր ուր ես չկաս։ Դու մի ասա փախել ես Ռուսաստան։ Չդիմացար, հա Տամարա ջան։ Սերգեյ, ես եկել եմ Մոսկվա եղբորս մոտ։ Նրան արդեն պատմել եմ քո արարքների մասին։ Ուղղակի զանգել եմ քեզ մի բան հարցնեմ։ Ինչ կանեիր, եթե իմանայիր, որ այսօր քո կյանքի վերջին օրն է։ Այ օրը սարև։ Ռոբ սրճարանը այսօր լավ էլ լիքն է, հա։ Դո չէ, հա Տաթև ջան։ Սրճանի կեսը սևականներ են։ Որտեղ ես սևական տեսնում։ Դե ուզում եմ ասեմ, սևակի մարդիկ են էլի նստած այնտեղ։ Այ մար ես զարմանում եմ, ո՞ս կարելի է մենակով 10 հոգով տեղ գնալ։ Ռոբեն այդ վախից է։ Ինքը ուղղակի մտածում է, որ ամեն վարքյան կարան իրեն վնաս տան։ Ես լիկայի վրա եմ զարմանում, ոնց մինչև այսօր չի տեսել Սևակի իրական դեմքը։ Սևակ պատկերացնում ես վիրահատության ամենաթեժ պահին մեր վիրաբույժներից մեկի ասիստենտը ուժեղ փռշտաց ու պրոթեզը ընկավ հիվանդի որովայնի մեջ։ Սևակ ծիծաղում ես։ Չէ, Լիկա ջան։ Գիտես ինչ ահավոր էր, բոլորս շոկ ապրեցինք, նույնիսկ մեր բուժքույրերից մեկը ուշքը գնաց։ Վայ երեխեք կներեք, միամիտ ստացվեց։ Ժողովուրդ ջան, 1000 անգամ ներողություն եմ խնդրում, ինչպես ասում են, չարը խափանվեց։ Չարը ջե, չայը։ Սևակ ես ինչ ես անում։ Լիկա ջան, ժիմ եմ անում։ Ես առողջ ապրելակերպի կողմնակից եմ։ Բայց սրճարանում Սևակ։ Մարզից շա խորհուրդ տվե, ասել է ժամը 1 անպայման ժիմ արա։ Բայց սրճարանում։ Դե ինչ կա դրա մեջ, ես սովորական մարդ եմ ու չեմ ամաչում ինձ ազատ պահել հասարակական վայրերում։ Երկու մոռացա էլի Լիկա ջան։ Ճիշտ թիվն է կարևոր էս ամեն ինչի մեջ։ Դու ժամանակ կտար աղբորդ մեր մասին պատմելու, բայց հիմա ինչ պետք է անեմ։ Չէ, պետք է այս երկրից փախնել։ Թարսի պես էլ տոմսի փող չունեմ։ Հələ մի րոպե։ Հաստորեն ես ճիշտ էի։ Այս Սևակը լավ էլ փուչիկ է։ Ուղղակի իրան դրել է առյուծի տեղ, բայց հոգով լրիվ նապաստակ է։ Տեսա՞ք բաժակի ճխկոցից ոնց վախից մտավ սեղանի տակ։ Ոնց որ ասում են փուչիկն ընկավ սեղանի տակ, մի օր գմ։ Էս ինչ եք խաղում։ Կլինի ես էլ խաղամ։ Հա, կլինի, դե ես հաշվեմ։ Ալա բալանի, ցա, դուրս կապանի, ցա, հեյ, գիտի բան չո, փանա չո։ Դու
դուրս։ Դե փակի։ Ես փակում եմ։ Փակի։ Փակում եմ աչքերս այս ամեն ինչի վրա։ Անցյալ աշխատանքի։ Պահմտոցի չենք խաղում։ Ուզում ես պահմտոցի խաղալ։ Հա։ Դե ես փակում եմ աչքերս։ Հա, չէ։ Դու ես փակ։ Հա, ես փակեմ։ Հա։ Ես պահում եմ քո աշխատավարձը։ Եթե գտար քոնն է։ Հա, պահի։ Ահա, պահել եմ։ Այցի։ Աշխատանքի։ Հա։ Բարեզի աչափին պատրաստած լինել։ Բարև ձեզ, 1000 ներողություն, կներեք որ ուշացրեցի, այս վերցրեք։ Հարգելիս, բայց ես ասացի չէ նորմալ է, կարող եք երեկոյան բերել։ Կներեք, ուզում եք երեկոյան կբերեմ։ Ոչ, արդեն բերել եք նորմալ է։ Ողվա։ Սևակ ես ով էր։ Լիկա ջան, աշակերտ ես, հետո ֆակուլտատիվ ֆրանսերեն եմ բարեկամ։ Դու ֆրանսերենի մասնագետ ես։ Bah oui. Ma jeunesse ne fut qu'un ténébreux orage traversé ça et là par des brillants soleils. Այ Սևակ, ես քեզ ամեն օր բացահայտում եմ։ Իսկ գիտես ես էլ անգլերեն գիտեմ։ Really? Yes. It's incredible. And I want to know, if it's possible to learn French like English, like course. Russian, because I'm a doctor and for me I it's can teach you. important. I can teach you. Really? It's so nice to hear from It'll be you. my pleasure to Oh my God. Are you crazy? Hey guys, you are such a beautiful couple. You are so cute. Zara, you know English? Do you speak English? Come to the Blackbird. Ծավը տանեմ շատ եմ խտրում, ես բանի ես խոսք եմ տալի տամռայս կբաժանվեմ։ Արա ջայր տղա եմ էլի աղբեր ջան, թողեք մի քիչ ապրեմ։ Այնգեր, ես ինտերնետի հայտարարությամբ եմ եկել։ Դու չես կահույք վաճառում։ Բա ինչի շուտ չես ասում։ Քեզ 100 անգամ ասեցի, չէ՞ գալուց առաջ կզանգես։ Սա մազերը սպիտակ է։ Եսի քեզ մոտ բան եմ ասում։ Ես կահույքը մաս-մաս չեմ վաճառում, ընդհանուր եմ վաճառում, որտեղ պետք է շատ շտապ երկրից գնամ, հասկացա՞ր։ Հա, հասկացա, որ երկրից պիտի շտապ գնաս։ Արսենես ինչ ես անում։ Անակնկալ։ Այսօր դու չասեցիր, որ պիտի լիգային անակնկալ անեմ, Ֆելո ջան, որ ինքը հասկանա, թե ում է կորցրել այս կյանքում ընդհանրապես։ Թող գա տենա, որ այս աշխարհը մենակ իրանով չի վերջանում, որ ես կարամ ուրիշ աղջիկա հետ էլ ընկերություն անեմ։ Տեսչի։ Պլուտոն։ Անունս Վեներա է։ Ալավ մի մոլորակ էս կողմ, մի մոլորակ էն կողմ։ Ինչ տարբերություն, աղջիկ չեմ։ Արսեն, ես որ ասում էի անակնկալ, նկատի ունեի, որ դու պետք է նենց անես, որ Լիկան հասկանա, որ դու դզվել ես, խելքդ գլուխդ ես հավաքել։ Դու որոշել ես սաղ կամուրջները վառես։ Վեներա ջան, քանիստեղ հələ մեծ պայթյուն տեղի չունեցել, արբանյակները հավաքի ու գնաց տեղի։ Մի րոպե Ֆելո, այս աղջիկը քո իմացած աղջիկներից չի։ Ինքը մեր պանդոկի մատուցողույներից է։ Թատերական ավարտած աղջիկը, եկել է ինձ օգնի։ Տեսչի, Սատուրն։ Վեներա։ Այո, Վեներա։ Արսեն, հիմա որ Տաթևը կամ Լիկան Ինչ-որ մեկը կբացատրի ինձ ինչ է ստեղ կատարվում։ Տաթև ես կբացատրեմ։ Ոնց որ մարդան մեկը աղջիկա բերել ես տուն։ Չէ, Լիկա ջան, Արսենը այս աղջիկա հետ կապ չունի։ Բա որ Արսենը այս աղջիկա հետ կապ չունի։ Ով կապ ունի Ֆելո։ Ֆելո ինչ ես խոսում։ Յուպիտերնի մետա։ Անունս Վեներա է։ Տաթև, ոնց որ մարդան մեկը ընկերոջը ուզում է փրկի, բայց քեզ աղջիկա անունը չգիտի։ Ֆելո, դու այսօր գնացել ես տուն, թե հասարակած տուն նայելու։ Ինձ դավաճանում ես, Ֆելո։ Տաթև ես քեզ չեմ դավաճանում։ Այս աղջիկն էլ իմ հետ կապ չունի։
Ֆելո, որ այս աղջիկը քո հետ կապ չունի, Արսենի հետ էլ կապ չունի, որ մոլորակից ընկավ Մարսից, Վեներա։ ձայնդ կտրի։ Հələ այսքանից հետո խոսում ես։ Ուշեղ ուր ես։ Քո պատճառով հենց հիմա ընտանիքս քանդվում է։ Դու պետք է այս աղջկան բերես թող այստեղ, մենք էլ մտածենք, թե ոնց ենք պատասխան տալու, թե ով է այս Նեպտունը։ Անունս Վեներա է։ Հələ հիմա։ Վեներա։ Արստեղը։ Արագացու։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, որ ես տանը չեմ լինում, այս տուն մի արի, այս տանը 1000 մարդ է ապրում։ Կներես կյանք։ Ուղղակի կարող դել։ Ոչինչ։ Ընդարձակվար։ Դե գնացինք։ Անցի առաջ, ես քո հետ հետո կխոսամ։ Տեսար տատը։ Իսկ նույնիսկ հասկացում ես դավաճանության մեջ։ Երեխեք, բայց եթե այս աղջիկը Մուշեղի ընկերուհին է, ո՞նց ասենց ազատ բերում ես տուն։ Դուք պատկերացնում եք, եթե հանկարծ Տամարան տեսնի այս աղջկան։ Դա լուրջ վտանգ է ոչ միայն Մուշեղի, այլ նաև մեր բոլորիս համար։ Լիկա, Տամարան Մոսկվայում է, Մուշեղն էլ առիթից օգտվում է։ Ինչ ուզում եք ասեք, բոլոր տղամարդիկ նույնն են։ Բացի Ֆելոյից։ Դե որ տենց է, ուրեմն այդ աղջիկն իմ հետ էր։ Մի խմի էլի, աղբորպես մի խմի։ Փաստորեն ճիշտ կողմնորոշվեցինք, որ ընկեր-ընկերուհի խաղացինք, թե չէ այն անուղեղ Արսենի պատճառով աղբորս ընտանիքը քանդվելու էր։ Ապրես Վեներա ջան, դե գնա։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Դե որ անունս ճիշտ ասեցի։ Մուշեղ։ Սա ով է։ Սա ով է։ Ես իր ընկերուհին եմ։ Դու փաստորեն օգտվել ես իմ բացակայությունից ու ինձ դավաճանել ես։ Այ լրփարած։ Յետը կողնա։ Սուտ է խոսում ես։ Էս ինչ կյանք է։ Լսի դու անուղեղ ես։ Էս ինչ արեցիր։ Քո պատճառով հիմա բոլորս դրսում ենք հայտնվելու։ Էս ինչ արեցիր։ Հա ես ինչ իմանա, ես գիտեի իր մոտ է քո ընկերուհին պետքա խաղամ։ Սխալ ես խաղացել, շատ սխալ ես խաղացել ու տարապես ով է քեզ ես դերը տվել։ Գնաս տեղի, չեմ ուզում դեմքդ ներամ, գնա։ Գնում եմ, հիմա տաքսիկ կանչեմ ու գնամ։ Բարև ձեզ։ Բարև։ Տաքսիկ պատվիրել։ Ես ձեր վարորդն եմ։ Մուշեղ Դանիելյան։ Այո, այո։ Բանոր գոռում է իր վրաս։ Էս ո՞նց փոխվեցիր։ Հասկանում եք հարգելիս, անձնականը անձնական, գործնականը գործնական։ Եկեք չխառնենք իրար, հա։ Բացատրեմ, իրականում այդ աղջիկը իմ այսպես ասած ընկերուհին է։ Լիկան մտավ տուն ու ինձ բռնացրեց այդ աղջիկը։ Այդ Մուշեղն էլ մեղքը վերցրեց իր վրա ու Լիկային ասաց, որ այդ աղջիկը իր ընկերուհին է ու փրկեց իմ ընտանիքը քանդվելուց։ Տեսար։ Քո ականջով լսեցիր։ Չեմ հավատում Մուշեղ, բա ինչ էր այդ աղջիկը քեզ բակում գրկել։ Տամարա ջան, իրականում այդ աղջիկը ոնց որ մտածեց, որ դու էլ Լիկայի մաման ես։ Ես տենց մեծ եմ երևում։ Չէ, դրա համար չեմ ասում։ Նա մտածեց մարդը, կարա մտածի։ Ու ոնց որ էլի իմ ընկերուհին խաղաց, որ մի զոքանչը կհանդուրժի իր փեսու դավաճանությունը։ Փաստորեն դու ինչ ես դավաճանել։ Դե չէ, էլի Տամարա ջան, չէ։
Գիտես, չէ, ինձ մոտ երբեմն տպավորությունն է, որ այս կյանքը շատ դաժան է ինձ հետ վարվում։ Բայց հիմա ոնց տեսնում եմ, ամեն ինչ այնպես է, որ նույնիսկ ես տենց չէի պլանավորելու երազել, էլի ոնց որ ինչ ուրախ եմ ուշել։ Մի րոպե, Տամարա ջան, մի վարքյան։ Մի հատ հարց ունեի, ուղղակի մի անգամից էս ուրա, տանը տապրանքը ուրա։ Կահույքը։ Հա, ուրեմն ես Մոսկվայից զանգեցի տականքին, դե ոնց որ ասացի, որ ես եղբորս ամեն ինչ պատմել եմ, ինքը քո հարցերը կլուծի, բան, երևի վախեցել է, այդ սրիկան կահույքը վաճառել է ու փախել է տնից։ Ու շատ ավելի լավ։ Աղբորդ ասել ես Սերգեյի մասին։ Իհարկե ոչ։ Ես ոնց կարող եմ Սարգսին այդպիսի բան ասել։ Հատկապես որ ինքը տեղյակ չի, որ ես այդ տականքի հետ եմ ամուսնացել։ Ոտ գտնում ես ինձ ինչ կանի, որ հանկարծ իմանա։ Գիտես, բայց միևնույն է ես երջանիկ եմ, որովհետև այլևս նա չկա, ու մենք շուտով կամուսնանանք, չէ՞։ Սա հա։ Էս ինչ լավ բաներ լսեցի Տամարա։ Փաստորեն աղբորդ ոչ մի բան չես ասել։ Կնիջա։ Այդ մարդուտ մեջքի հետևը սիրած միրած ես պահում, հələ մի հատ էլ տուն ես բերում։ Բա չես մտածում, որ աղբերդ իմանա քեզ ինչ կանի։ Չէ, Տամարա ջան, ես դեմ չեմ, կարակ փսակվեք, բայց մենակ մեր բաժանվելուց հետո։ Ու կբաժանվեմ, ինչի՞ չէ որ, կբաժանվեմ։ Չէ, մի րոպե, հələ հանգստացի Տամարա առաջ ես ընկնում։ Ոչ մի բաժանվել։ Քեզանից չի բաժանվելու Տամարան։ Մենք քեզ $1 միլիոն չունենք տալու, հասկացա՞ր։ Բայց ես կտամ մենակ։ Չէ։ Իսկ հիմա ես գնամ։ Տամարա ջան, դու էլ դուխով։ Մուշիկ ջան, բայց հանգստացի։ մի րոպե։ Մնա։ Դուխով։ Երանի ես ամեն ինչը երազ լիներ։ Բայց արի ուտես Տամարա ջան, որ երազ չի։ Գազելը ազիզ չէ։ Բեռնատար գազել։ Ոչ նստարան ունի, ոչ էլ բռնվելու ռուչ կա։ Նենց որ արի այսօր տեղավորվենք Պոլին մի տեղ քնենք, մինչև զանգեմ են գյադեն մեր տան իրերը հետ բերի։ Ոյ քաչան։ Ասում ես Արսենը ոչ մի կաթիլ չի խմել, հա։ Չէ, մուշիկ, բայց ճիշտ ենք անում։ 100%։ Այս անխելքի պատճառով համ դու ես Տաթևից բաժանվելու, համ է Տամարան էր մեզ հանելու դուրս շպրտեր։ Թող ես իրան դաս լինի, որ իմանա ինչա նշանակում տուն չունենալը ու դրսում քնելը։ Լավ, ապեր, արի գնացինք արդեն։ Բարի գիշեր, շամփայ։